Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, ձեզ կարծում եմ լավ ծանոթ այս ավտոլայվի ռեժիմով, որոշեցի շատ կարճ զրույց ունենալ ձեզ հետ, երեկ լսեցի ազգային ժողովից քիչ երևացող, բայց ամեն դեպքում ԿՊ-ի առանցքային դեմքերից մեկի Էդվարդ Աղաջանյանի անբարո նկատառումները երրորդ նախագահի փոդքասթային այդ ձևաչափով եթերի եւ իմ նեմնիմի փոդքասթի վարողների Նարեկի եւ Վազգենի մասին։ Դե բնականաբար, ինչպես մյուս բոլոր ԿՊ-ականները ֆաս հրամանով նախագահ Սարգսյանի քննադատություն էր, մեղմ եմ ասում, քննադատություն չէր, դա այտենց մի խոսքով բացասական ինչ-որ ձևակերպումներ եւ այլն, պորոտախոսություններ, որոնք որ շատ հասկանալի են ԿՊ-ականների պարագայում, որովհետեւ նախագահ Սարգսյանը ծավալուն իր հարցազրույցով շատ կարևոր նկատառումներով ոչ վաղանցյալի բազմաթիվ փաստեր ներկայացնելով, ինչպես շատ դիպուկ ձևակերպում էր տրվել, վերստին Նիկոլ Փաշինյանին նստեցրեց մեղադրյալի աթոռին։ Այս առումով պարզ է, որ ջղաձգումներ պետք է լինեն։ Բայց ես ուզում եմ անդրադառնալ այն որակումներին, որ Էդվարդ Աղաջանյանը տվեց իմ ընկերների հասցեին, Նարեկի, Վազգենի հասցեին, նրանց անվանելով քֆուրչի ինչ-որ չեմ անում ինչ, խեղկատակներ, քֆուրչի խեղկատակներ։ Մենք բոլորս էլ գիտենք, որ տղաները քրեական հետապնդման են ենթարկվել եւ շարունակում են ենթարկվել իրենց ոդքասթի առաջի 70 քանի հաղորդումների համար, այնտեղ մի քանի տասնյակ հայհոյանքներ էին հայտնաբերել, խուլիգանություն էին դավորակել, դատարան էին տարել, առաջի Հայցյանի դատարանի դատական ակտը կա, հիմա վերաքննիչ դատարանում է վարույթը, դա իրավական բաղադրիչն է այս ամեն ինչի։ Բարոյական բաղադրիչի մասին խոսենք, մեր իրականության մեջ քֆուրի մշակույթը ներդրել է Նիկոլ Փաշինյանը իր իշխանատենչ, այսպես զանգվածով եւ ժամանակահատվածում, ինքը լավ բան չի իհարկե քֆուրի մշակույթը եւ ամենակարևորը փաստ չէ, որ վերջի առնվազն մի քանի ամիսների ընթացքում իմ նեմնիմի փոդքասթը այսպես քֆուրների մշակույթը այնտեղ առկա։ Առնվազն իմ ես որտեղ նաև բացի ինքեր լինելուց նաև Նարեկը Սամսոնյան իմ սանիկն է, ես նրա քավորն եմ, նաև ասեն, որ որոշակի առումով, որովհետև ես դա ընդունելի չեմ համարում, այնպես չի, որ երբևէ դա չեմ խախտել, այո, ես էլ եմ խախտել այդ դրույթը ժամանակին, ծայրահեղ դեպքերում, բայց ես ճիշտ չեմ համարում դա եւ չգիտեմ ինչքանով է ճիշտ այսպես տարբերակում մտցնելը, տարբերակում մտցնում եմ զուտ փաստ արձանագրելու համար, թող Էդվարդ Աղաջանյանը իրենց եթեր վերստին վերադառնալու ժամանակներից գոնե մի հատ Նարեկի կողմից Սամսոնյան քֆուրի օրինակ բերի, տեսնենք այդ որ տենց բաներ է խոսում, տենց ոնց է, այդ տենց բան է, հա, ասել անցնելով է, հա, բայց այս չի հիմնական խնդիրը, քանի որ նա բարոյական դաշտ է մտնում եւ բարոյական հարց է փորձում քննարկել, ես կուզեի Հարությանը տեղեկացնել ժամանակին դրա մասին խոսել եմ Facebook-յան գրառման ձևով, հիմա պարզա որ շատ շատերը դա մոռացել են,
Էդվարդ Աղաջանյանի բարոյական կերպարի մասին։ Եվ մի հատ փոքր զրույց կպատմեմ 2018 թվականի ապրիլի 21-ին տեղի ունեցած Արկասո վկաներ են եղել, նրա մասին հրապարակային գրել են, մարդիկ հաստատել են եւ ուղղակի հասկանանք այս մարդու բարոյական կերպարը։ Հիշեցնեմ, որ այդ շրջանն էր, երբ որ իրենց այդ այլանդակությունը արդեն պիկին էր հասել, ապրիլի 21-ն էր, ես էլ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնն էի զբաղեցնում, ես հստակ տեսնում էի, որ այս ամենը լավ արդյունք չի ունենալու, իհարկե չէի պատկերացնում, որ այս աշճան հայտարարությունն է լինելու, եւ իմ օրենսդրական կարգավիճակով պայմանավորված սահմանափակումները հաշվի առնելով փորձում է ինչ-որ ձևակերպումներ տալ, որ այս ինչ է կատարվում, սա վատ տեղ է տանելու։ Եվ ամսի 21-ին ընկերոջս հետ Երևանում եմ 2 օրով, մտանք Փարպեցու փաբերից մեկը, ինչ-որ բան պետք է թողներ ընկերս Տիգրան Հարությունյան, թե վերցներ չեմ հիշում, մեկ էլ այդ պահին, այդ էյֆորիայի շրջանն էր, մեկ էլ մի աղջիկ բա, Արոն Մելիքյան, ես բան եք, ժողովրդի կամքին դեմ եք, հա, սենց։ Ես էլ ասացի, եթե դուք ուզում եք, որ բոլորը ձեզ լսեն, ձեզ բոլորը լսեցին, եթե ուզում եք իմ մոտեցումը լսել, ես պատրաստ եմ ձեզ հետ խոսել։ Ներկայացան որպես սովորական քաղաքացիներ, որոնք մտահոգ են, որոնք փոփոխություն են ուզում, մի աղջիկ էր, մի տղա էր, տենց քաղաքավարի զրույց ունեցանք, ինչ-որ բաներ էին ասում, լավ հիշում եմ, որ Սամվել Ալեքսանյանին են ինչ ասես չասում, հանցագործա պետք է դատվի, բանսես բաներ։ Միակ կետն էր, որի պարագայում ես տեն շատ հակափաստարկներ անկեղծ ասած չունեի, բայց ասել եմ մի բան, ասել եմ հարգելի քաղաքացիներ, մտածելով, որ սովորական քաղաքացիներ են, որոնք այս էյֆորիայից են վարակվել եւ այդպես են իրար ներկայանում։ Ասել եմ տղա ջան, աղջիկ ջան, ընկեր ջան, ընկերուի ջան, այս ձեր Նիկոլը կամ այն Նիկոլը, որին դուք հիմա փաստորեն դեֆակտո պաշտպանում եք, ոչ պատերազմից է բան հասկանում, ոչ բանակցություններից է բան հասկանում։ Ինչ, բայց գալու է այսքան հազարավոր մարդկանց արյունը, այսքան հազարավոր մարդկանց ջանքը վարի է տալու, այս ինչ եք անում։ Բառացի։ Չէ, այդպես բան ոնց կարող ալնի, ինչ եք խոսում, այս ինչ է բան, ման։ Ոչ եմ։ Այդ զրույցը այտենց նորմալ ընթացավ, ամենասմա կողմերը մնացին իրենց, բայց իրենք շարունակում էին որպես քաղաքացի այս իրենց դիրքավորումը։ Առաջին իսկ որոշմամբ, երբ որ դա ընտրվեց վարչապետ Նիկոլ Կոչեցյալը, մեկ էլ տեսնեմ ինչ-որ մի հատ նկար են ցույց տալի, առաջին իսկ որոշմամբ գնացեք հետ կտեսնեք, իր առաջին որոշումը իր աշխատակազմի ղեկավար Էդվարդ Աղաջանյանին նշանակելն էր։ Դեմքը տեսնեմ ծանոթ է։ Այ քեզ բան։ Բանից պարզվեց այն տղաներ, որի հետ ես այդտեղ խոսում եմ եւ որը ներկայանում էր որպես սովորական քաղաքացի։ Հիմա բարոյական տեսանկյունից սա է ավելի վատարարկ, թե այն ինչի մեջ ինքը մեղադրում է։ Այսինքն կեղծել սեփական քաղաքական թիմի անդամ լինելը, հանրության արչեւ ներկայանալ թեզերով եւ փորձել մարդկանց գրավել իրենց կողմը եւ միատել այն մարդկանց, ովքեր որ դրա դեմ փորձում են ինչ որ կերպ դեմ առնել կամ չգիտեմ դեմ առնել էլ չէ, ինչ որ արտահայտվեն գոնե խղճից առաջ հանգիստ լինեն, այդ մարդկանց բարոյական կամ ավելի ճիշտ հանրային պարսավանքի ինչ որ էլեմենտներ են դրսևորում։ Դա է ավելի բարոյական, դա է ավելի անբարոյական վարքագիծ, թե ինչի մեջ իրենք մեղադրում են։ Եվ երկրորդը, ես հիշեցնելու եմ պարբերաբար։ Հիմա ինչ կասես Էդվարդ Աղաջանյան։ Հիմա որ պարզվեց, որ ես ճիշտ էի ասում, հիմա ինչ կասես։ Դու ես եղել այս երկիրը վարի տվողներից մեկը։ Այսա կոնկրետ քո քայլերից մեկն է եղել երկիրը վարի տալու։ Քեզ դնել սովորական քաղաքացու տեղ եւ բազմաթիվ մարդկանց արչեւ փորձել այսպես քաղաքացու դիրքերից իբրև թե պարսավանքի ինչ որ դրսևորումներ անել։ Նու իրականում հիմնական խոսողը դու չէր, այլ Մանեն էր, համյուստ էլ Մանեն, որ երկար ժամանակ բանն էր, մամուլի քարտուղարներ, նու այն ժամանակ ոնց որ թե անձնական հարաբերություն ունեն, իրանց գործնա, չգիտեմ հիմա երևի թե չէ։ Այս պատմությունը հանրության սեփականությունը պետք է դառնա, որովհետև ճիշտ է, դու այդքան շատ ակտիվ չես, այդքան շատ չես խոսում, բայց մարդիկ պետք է իմանան, որ դու այն մարդն ես,
որ նման անբարո միջոցներով ամեն ինչ արել ես, որ ձեր խմբակը գա իշխանության եւ հավասարապես պատասխանատու ես այն աղետների համար, որ դուք բերել եք, այն արյան համար, որ դուք բերել եք։ Կեղծիքով եւ ըստ էության խափեությամբ, դա խափեություն է։ Եթե դու ներկայանայր ասել, ես այս մարդու թիմի անդամ եմ, լրիվ ուրիշ խոսակցություն կլիներ։ Դու ներկայանում ես որպես սովորական քաղաքացի։ Այս ձեր ընդունված մեթոդներ, մարդկանց այնպեսի տպավորություն ստեղծել, որ դա տենց բոլորի կարծիքն է։ Էսա ձեր մեթոդը եղել։ Էսա ձեր անբարո մեթոդը եղել։ Այսքանը շնորհակալություն ստեսություն։